կային մարդիկ, ովքեր որ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատան պարիսպների տակ արդեն տեղավորվել էին։ Գիտեք, սա նաև ցույց է տալիս մեր ընդդիմադիր դաշտի քաղաքական սնանկությունը, երբ փաստորեն մենք արդեն կարող ենք որոշ մեծահարուստ մարդկանց առանձնատան պարիսպների տակ գտնել ինչ-որ ընդդիմադիր գործիչներ, օրինակ կարող ենք, չգիտեմ, քայլել Երևանով հարուստ մարդկանց առանձնատների պարիսպների տակ ման գալու ընդդիմադիր գործիչներ, որովհետև փաստորեն հնարավոր է, որ ինչ-որ մի գործընթացի արդյունքում ընդդիմադիր ինչ-որ մի գործիչ հայտնվի որևէ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցչի առանձնատան պատերի տակ, դարպասների տակ, միգուցե նաև ավտոհանգրվաններում